ընկերներ, առաջնագծում այսօր նկարիչ և քանդակագործ Ներսես Վարդանյանն է։ Եկեք նրա հետ միասին բացահայտենք, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչու համար ենք եկել այսօր այստեղ։ Բարև ձեզ Ներսես։ Բարև ձեզ։ Մի երկու խոսքով կներկայացնեք այս սրահը և նկարների մասին, այսինքն ինչ է տեղի ունենում այստեղ։ Այո, սիրով։ Ուրեմն որոշեցինք Բելգիկահայ դեմոկրատների միությունում բացի տարական դասընթացներից ստեղծել գեղարվեստի կենտրոն, որը կլինի շարունակական։ Ինչպես ասում են, ես եղա առաջի ծիծեռնակը։ Դիրեկցիան որոշեց, որ այս գեղեցիկ զալը տրամադրել արվեստագետներին։ Մեր Բելգիայում կան շատ արվեստագետներ, որոնք զբաղվում են ոչ միայն գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, նաև գոբլինի, կարպետի եւ կարծեմ, եթե չեմ սխալվում, նույնիսկ ոսկերչական, որոնց մենք սիրով հրավիրելու ենք, հաջորդը լինելու են նրանք։ Այսինքն այս տարածքում շարունակաբար լինելու է ցուցահանդես միայն հայ ստեղծագործողների։ Մեծ մասամբ այո, որովհետև որոշել ենք մեր հայ հասարակությանը, հայ ժողովրդին եւ երեխաներին կապ ստեղծել բելգիացիների հետ։ Պատմեք մի քիչ կոնկրետ այս ցուցահանդեսի մասին, նկարների մասին, ինչու որոշեցիք հենց այս նկարները ընտրել եւ արդյոք եւ հենց այս քանդակները ընտրել եւ արդյոք այս ցուցահանդեսը ունի ինչ-որ մի խորհուրդ փոխանցելու հասարակությանը։ Այո, իհարկե, մեծ մասամբ այստեղ ներկայացված են եռապատկեր 3 նկար, որոնք գալիս են մեր հին հեթանոսական կրոնից։ Արմատները շատ հեռու է, այսքան մենք չենք կարող ասել, պարզապես մեր նախնիները, ինչպես որ որոշել են ստեղծվել երկինք, երկիր եւ այլն, որը փորձել եմ դրանով արտահայտել դա։ Շատ լավ, ես այստեղ տեսնում եմ նաև մեր մեծ շանսոնիեր Շարլ Ազնավուրի նկարը և ինչպես նաև Կոմիտաս Վարդապետի նկարը, կարող եք մի երկու բառով ասել ինչու եք հենց այդ երկու մեծ մարդկանց ընտրել որպես ձեր ներշնչման աղբյուր։ Մեր մեծ շանսոնիեն նախ եւ առաջ համաշխարհային մեծերից է եւ ցանկացած հային, ցանկացած տուտերյակացին, երբ որ ծանոթանում են, իմ կարծիքով եւ պրակտիկայով ստացվում է այնպես անմիջապես ասում են Շարլ Ազնավուրի հայրենակից։ Ճիշտ է, հենց մենք ասում ենք հայ ենք, ասում են Շարլ Ազնավուր։ Հենց դրանից էլ ելնելով, բացի այդ Հայաստանում ես եղել եմ Շարլ Ազնավուրի անվան գեղարվեստի կենտրոնի դիրեկտորը եւ ասենք շատ շփումներ եմ ունեցել բացի այդ իր հետ, իրականում ինքը մեծ ազնվորություն եւ մեծ հայ։ Իսկ ինչ վերաբերվում է Կոմիտասին, իհարկե Կոմիտասը այդ լայնածավալ, ասենք, ծանոթություն չունի, բայց մեծ արվեստագետների կողմից Կոմիտասը շատ հարգված, ներշնչված կոմպոզիտոր է, որոնք, ասենք, եվրոպացիները, մեծ եվրոպական կոմպոզիտորները ընդունում եւ հարգում են իր հանճարը։ Նա եղել է Կլոդ Դեբուսիի վերջապես մեծ ընկերը եւ իրենից ստացել է մրցանակը ոսկի ժամացույցը։ Շատ լավ, նաև Կոմիտաս Վարդապետը եղել է մեր ազգային երաժշտության։ Այո, նա մեր գագաթնակիցն է, այսպես կարելի ասել։ Ներսես ջան, վերադառնանք ցուցահանդեսին, կարող եք ասել մինչև երբ է տևելու ցուցահանդեսը, ինչպես մարդիկ կարող են այցելել եւ ինչ օրերի եք բաց, ժամերը եւ այլն, պրակտիկ մի քանի հարցեր ցանկացողների համար։ Ցուցահանդեսը տևելու մինչև այդ ապրիլի 26-ը ներառյալ փակումին սիրով հրավիրում ենք բոլորին ամեն ուրբաթ շաբաթ կիրակի ժամը 11-ից մինչև 5-ը։ 11-ից 5-ը եւ ես էլ ավելացնեմ մեր ունկնդիրներին, որ դա ցուցահանդեսը գտնվում է Բելգիկահայ դեմոկրատների միության գեղարվեստական սրահում, որ այդ միությունը բոլորդ գիտեք գտնվում է Զավենտեմում, այնպես որ ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի 11-ից մինչև ժամը 5-ը կարող եք այցելել եւ վայելել այս գեղեցիկ նկարները եւ քանդակները։ Ներսես ջան, երկու բառով էլ խոսենք ձեր մասին, պատմեք մի երկու բառով ձեր մասին եւ հատկապես ինչու եք որոշել նկարիչ դառնալ, կարող եք դառնալ երաժիշտ, կարող եք դառնալ արվեստագետ, իրավաբան, բժիշկ, չգիտեմ, բայց ինչի հենց նկարիչ։ Ինձ թվում է, որ նկարչության միջոցով ես ավելի հեշտ կարող եմ ինձ ներկայացնել եւ կապ ստեղծել եւ
մարդկանց միջև, որը ձեզ կարող եմ ասել պատմել մեր զգացմունքները, մեր պատմությունը, դրա համար էլ որոշեցի նկարչությունը։ Դա ինձ համար ավելի հեշտ տրվեց։ Իսկ նկարչությունը դա դուք ինչ-որ միտեղ նաև ուսանել եք, թե դա գալիս է պարզապես Իհարկե, ուսանել եմ Լենինգրադի, հիմա ասենք Սանկտ Պետերբուրգի պարսագույն ուսումնարաններում և կոնքա։ Եվ ակադեմիկոս Մելնիկովի աշակերտն եմ եղել 4 տարի իր անհատական արվեստանոցում եմ, այսպես ասած, ստաժը շատ է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Ներսես ջան, որ մեզ հյուրընկալելու համար։ Ունկնդիրներ, մինչև ապրիլի 26-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 11-ից մինչև ժամը 5-ը կարող եք այցելել Բելգիկահայ դեմոկրատների միության գեղարվեստական սրահ և վայելել այս գեղեցիկ ցուցահանդեսը։ Շնորհակալություն Ներսես ջան, ձեզ մաղթում ենք մեծ հաջողություններ և մեծ ցուցահանդեսներ։ Կհանդիպենք ձեր հաջորդ ցուցահանդեսին։ Ստեղծություն ձեզ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր մենք հյուրընկալվեցինք նկարիչ և քանդակագործ Ներսես Վարդանյանի ցուցահանդեսի սրահում։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք հաջորդ առաջնագծի եթերներին և հիշեք, լավագույն պահերը ձեզանից ընդամենը մի ռիթմ են հեռու։ Ցտեսություն։